Պապ, ասա։ Գալես, բա ինչ է շշուկով խոսում։ Դե բոլորը քնած են դրա համար, պապ։ Բոլորը։ Դե նկատի ունեմ Տաթևիկը քնած է դրա համար։ Ինչ այդքանի է Տաթևիկ կա դեվով։ Լավ էլի սկսեցիր։ Ասեցի քեզ, եթե պետքա զանգի հեռախոսով խոսենք, ինչ սկայ։ Բա մի հատ չտեսնեմ աղջկս որտեղ ապրում։ Կաղա բուն ես վարձել, կաղա հարակասան ես վարձել, հետ էլ 3 հատ տաջիկ ապրում։ Լավ, պապ, տունն ես ուզում տեսնես, ցույց կտամ տունը։ Սա մեր հյուրասենյակն է։ Սա մեր խոհանոցն է։ Այս սենյակում մենք ենք քնում։ Այն սենյակում էլ Տաջիկները։ Չէ, արաբները։ Արաբները։ Սա մեր բաղնիկն է։ Էս ով այս արաբը։ Էս ինչ արաբը։ Արաբները։ Տարիքի հետ անպայման մենք փնտրում ենք օթևան ու հաճախ տներ արծում ընկերներ ու ազգական բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում լուսավոր ու արևկող բարձր որ չմտնի կող լինի գազ ու լինի լույս Պոնդեպի մասից նայող տալվատրաստ ենք լիքը փող որ ունենանք full house Խաղի պես զգվում է օրը մինչև լույս հաճախ ուրախ մեկ անհույս Թե չեք ուզում այս պայքարից մնալ դու խաղից դուրս Ձեզ հարկավոր է full house Ապրել եմ ուզում full house-ում Սուս, full house Ով է լսում full house-ում Սուս, full house Full house-ում, sus, full house Սերեմ երազում, full house-ում, sus, full house Պապ, ազնիվ խոսք ես տանը մեզանից բացի ուրիշ ոչ մեկ չկա Ինչ արավ, այդ երևի գիծ էր մտել սկայպով Դե հեռախոսով ոնց են գիծ մտնում, գիծ էր մտել էլի, Տաթևն էլ վկա Ճիշտ է ասում Սամվել ձեձը Հա, պապ, տեսար, դե հիմա տեխնիկայի դեռ ամեն չեն նորավոր է Ախպեր, ես չեմ, դու ես Կամ լավ դու չես, դու ես Բաղնիկից տգլոր դուս ես գալիս, մեկը մի հատ աղջիկ քեզ հեռախոսով նկարում է Ինչ կանես Հիմա ուզում եմ ձեռից վերցնեմ ես հեռախոսը Որ ջնջեմ այդ վիդեոն, մարդ ես Կարող է տանի գցի ինտերնետ աշխարհով մեկ խայտարակ կլնեմ Գիտեք ինչ պատմություններ ա եղել Վերցնում այդ հեռախոսը ու վազելով լացելով փախնում է Հիմա ուզում ես ասես այդ աղջիկը պապարացի է Այդ մեկը չգիտեմ որտեղացի է, բայց այդ մյուսը գիտեմ, որ հաստատ Ղարաբաղցի է Ծիծաղեք Ռուսը մի հատ լավ խոսք ունի Ծիծաղում է նա, ով Ղարաբաղցի է Ինչի վրա ես ծիծաղում Տաթե Մի վարկյան, մենակ դու կարայիր ասեիր Skype-ով գիծ են մտել Քո կարծիքով պապատ հավատաց լիգա Իհարկե ոչ Այս հարցը սենց չի թողնելու, հեսա կտեսնես ագենտ է ուղարկելու Խնդրեմ, սա հրաչը Ալո Քուրս բարև, ոնց ես Լավ եմ հրաչ ջան, դու ոնց ես Լավ եմ քուրս, դու ոնց ես Ասա հրաչ Ուզում եմ այսօր ձեզ հյուր գամ, ինչ կասես Այսօր հարմար չի կլինի մի ուրիշ օր Լավ, դե ուրեմն հեսեք էժամից ձեր տան Հրաչը Որ եղբորս տղան Ինչ ա եղել Կեժամից գալիս ամեր տուս տուգելու Ինչ Ինչ Մի քանի կիլո տառական բերում ենք լստում ենք այս Եվանելի սենյակում ու այդքանից հետո լով կապրես տան աղբեր Մուշե, աչքից դու մեզ էլ ես ուզում ես տանից անես Որովհետև այդքանից հետո ես ես տանը հաստատ չեմ ապրի աղբեր
եղեք, մի բան ասեմ, ակաշների տողարեք։ Եթե մենք այս Եվոներին այս տնից չհանեցինք, 100% համոզված եղեք, որ իրանք են մեզ այս տնից հանելու։ Հենց հիմա դուրս եկեք այս տնից։ Խնդրեմ։ Այսինքն, ոնց դուրս եկեք։ Այսինքն, եթե մտածում եք ձեր առողջության մասին, ուրեմն դուրս եկեք այս տնից, որովհետև շուտով հորեղբորս տղան է գալիս այս տուն։ Ծխելը լսել էի, խմելը լսել էի, բայց առաջի անգամ եմ լսում, որ հորեղբոր տղեն վնասակար է առողջության։ Մուշեղ ծեծա, Լիկայի հորեղբոր տղեն հաստատ վնասակար է, որովհետև ինքը ավարտել է ֆիզկուլտ ինստիտուտը կարմիր շտանգայով։ Միլոպեմատ կբացատրեք ինչա կատարվում։ Ուրեմն ասեմ, այսօր առավոտյան ես Skype-ով կապնվեցի հայրիկիս հետ Մոսկվա, որպեսզի նրան ցույց տամ մեր նոր բնակարանը։ Ու հենց այդ պահին ձեր ընկեր Մուշեղը կիսամերկ դուրս եկավ լոգարանից։ Ոնց։ Պապատ ինձ տկլոր տեսել է։ Այ քեզ բանարա։ Մոսկվայով մեկ խայտարակ եղանք։ Ասում եմ։ Ու հիմա Լիկայի հորեղբոր տղեն գալիս է այս տունը ստուգելու։ Ու դուք պատկերացրեք, եթե ձեզ ինքը այստեղ տեսնի։ Տաթևիկ ջան, մենք ոչ մեկից չենք վախենում։ Մենք կգնանք այս տանից, բայց մտածելով ոչ թե մեր, այլ Լիկայի առողջության մասին։ Բայց մի պայմանով։ Դուք գիտեք իմ ընկերուհու մասին։ Ու գիտեք, որ ինքը շատ հաճախակի գալիս է այս տուն։ Նույնիսկ շատ պատահական։ Այդ ժամանակ խնդրում եմ արդեն դուք էլ մի փոքր իմ առողջության մասին մտածեք։ Լավ, համաձայն ենք։ Հայդե, դուրս գալուց առաջ ձեր իրերը հավաքեք ու դրեք ձեր սենյակում ու դուռը փակեք։ Ես հրաչին կասեմ, որ մենք այդ սենյակը չենք օգտագործում։ Լավ։ Տաթե։ Ինչ։ Ո՞ւս ինչի ես են զարդարվել։ Նախորդ ասեմ, եթե հրաչի համար է զարդարվել, իր սիրտը Ղարաբաղին մեն հնարավոր չի գրավել։ Լիկա, երևի մոռացել ես, որ այսօր իմ աշխատանքային առաջին օրն է։ Ոնց։ Սպասի հրաչը գա գնա, հետո կգնաս էլի։ Լիք չեմ կարա, առաջին օրը ուշանամ, հետո աշխատանքից հանեմ, ինքդ ես տեսել ինչ դժվար են ընդունել։ Լավ, գնա, մի բան կանեմ ես։ Ֆելո։ Հա։ Դու դեռ տանն ես։ Հա, տեխնիկական պատճառներով դեռ տանն եմ։ Թրաշկում եմ։ Դե կացրու գնա, քանի հրաչը չի եկել։ Հա, լավ, Ֆիլիա, հասկացանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Տամարա։ Ոնց եք նորապսակներ։ Լավ ենք։ Լավ ենք։ Բայց երեխա բան չեք պլանավորում։ Ճիշտն ասած դեռ ոչ։ Պարզ է։ Դե որ պլանավորեք, մի քիչ կամաց կպլանավորեք։ Որովհետև իմ ու ձեր ննջարանի միջև ընդհանրապես մի պատ։ Լավ։ Դե ես գնացի մուկիկ։ Դե պակա կրիսիկ։ Ֆելի։ Բանորապսակները այսպես են իրար հրաժեշտ տալիս։ Այ հիմա ցտեսություն։ Տաթևիկ, մեր սրճարանն աչքի ընկնում իր սպասարկման բարձր որակով։ Եթե նույնիսկ դու շատ հոգնած լինես եւ տրամադրություն չունենաս, միևնույն է, դու պետք է շփտաս։ Շատ լավ։ Եթե ես հանկարծ նկատեմ, որ դու չես շփտում, դու կտուգանվես 20,000 դրամի չափով։ Ինչքան։ Ոնց որ ուզում ես տուգանվես, հա։ Ինչքան։ 20,000 դրամ։ Հիմա հարց։ Ջիպը հարվածում է 06-ին հետևից։ Վարորդներից որ մեկն է մեղավոր։ Իհարկե ջիպի վարորդը։ Ոչ։
06 վարորդը։ Որովհետև ջիպի վարորդը մեր հաճախորդն է, իսկ հաճախորդը միշտ ճիշտ է։ Բումաժնիկս եմ մոռացել։ Բումաժնիկը սառնանում է։ Սառնանում։ Ինչի՞ համար։ Որովհետև սառնանը միակ տանն է, որ հրաչ չի ստուգելու։ Բարև Լիկա ջան։ Ո՞նց ես։ Բարև Հրաչյան, լավ եմ, դու ո՞նց ես։ Լավ Լիկա ջան։ Դու ո՞նց ես։ Լավ եմ Հրաչյանի ներս։ Չհասկացա։ Ես ամուսնու ճանապարհից որ սիրեկանին ընդունի, սրա մասին տղերքը պիտի տեղյակ լինեն։ Ալո, Մուշեղ, որտեղ ես։ Արի տուն։ Հա։ Չէ, շուտ արի, կարևոր բան կա։ Ինչ որ մի բան կուզես Հրաչ։ Ցավը տան։ Մետ սառը ջուր։ Չես մտել սառնանի մեջ։ Դու չասիր սառնարանը միակ տեղն է, որ հրաչը չի ստուգի։ Լավ անկարծ եմ չանես։ Ես շոտ երեխա է հինգատ։ Դե, երկուսը մերն է, են երեքն էլ հյուրերի համար է։ Ես տան մեջ ոչ մի հյուր չպետք է լինի։ Հրաչեցինակ մի մտի։ Ինչի։ Դե որովհետև մենք եծենյակը չենք օգտագործում։ Լավ եք անում։ Տաթևիկ ջան, մատուցողու գործը շատ բարդ գործ է։ Պետք է իմանաս մեր մշտական հաճախորդներին, իմանաս իրանց նախասիրությունները։ Այ եթե մշտական հաճախորդը սուրճ է ուզում, պետք է իմանաս, այդ սուրճը դառնա ուզում քաղցր թե նորմալ։ Կամ նարինջի հյութը, պետք է դել իմանաս, դառնա ուզում քաղցր թե նորմալ։ Այ եթե հեռախոսիդ համարն ուզես մշտական հաճախորդը, այդ ժամանակ հաստատ պետք է իմանաս ինչ նպատակով է ուզում։ Քաղցր, դառը, թե նորմալ։ Ռուբեն ջան, կամանց բոլորի հետ կծանոթանամ։ Ահա, են էլ մեր մյուս մշտական հաճախորդները։ Արսենն ու Յանը։ Այս Արսենի հայրը նախկին ոստիկան է։ Հիմա շատ հարուստ մարդ է, լուրջ բիզնեսմեն է։ Ուզում էր, որ իր տղան էլ իր մասնագիտությունը շարունակի, բայց Արսենը ընտրել է երգչի մասնագիտությունը։ Ուզում է երգիչ դառնա, կոնսերվատորիա է սովորում։ Դաժե լսել եմ, որ այս վերջերս հոր հետ լուրջ կռվել է,
ու տնից գնացել է, հիմա ընկերների հետ վարձով ինչ-որ տեղ են ապրում։ Ոնց Արսենը հարուստի տղա է։ Ճանաչում ես։ Չէ։ Արդեն ճանաչում ես։ Իսկ Յանան ընկերուհին մոդել է, շատ նյութապաշտ ու խանդոտ աղջիկ է, ահավոր ձևի։ Արսենը գիտի դրա մասին։ Բա ինչի՞ չեն բաժանվում։ Որովհետև այս Յանան հանցագործ աղբերն են մի ահավ։ Արսենի բաժանվելը մեծ գլխացավանք կլինի իր համար։ Ոչ միայն գլխացավանք, պոշկացավանք, մեշկացավանք, քթացավանք ու տես լիքը ցավանքներ։ Ախր Հրաչ, քանի անգամ ասեմ, այդ սենյակում նախկին վարձակալների իրերն է, ինչ որ արաբներ են ապրել։ Հիմա պիտի գան իրանց իրերը տանեն։ Դե եթե պիտի գան տանեն, ուրեմն կսպասենք այնքան, մինչև գան տանեն։ Տամարո ջան, ախր քո ասածը խելքին մոտ չի, ոնց կարա իմ նորապսակ աղբոր կինը մեր տուն սիրած բերի։ Ախր այդ հնարավոր չէ։ Ես մտածում եմ կարող է գլազոկը տա սխալ ցույց տվել, որովհետև կան բան տես չինական գլազոկներ, որ Մուշեղ։ նայում ես, բայց ինքը այնտեղ ուրիշ մարդ է։ Մուշեղ։ Ես ասում եմ իմ աչքերով եմ տեսել։ Ես չգիտեմ դու այս հարցին ոնց ես վերաբերվում, բայց ես թույլ չեմ տա, որ դուք այս տունը սարքեք հասարակած տուն։ Ու ինձ համար միևնույնն է, աղջիկներն են տղա բերում, թե տղաները աղջիկ։ Լավ, Տամարա ջան, ես առաջարկում եմ այս հարցի շուրջ մտնենք ձեր տուն, հանգիստ, լավ ապստանովքում խոսանք, հա։ Լավ, Մուշեղ։ Ուրեմն ես հենց հիմա կմտնեմ ներս ու դրանց դուրս կշպրտեմ տնից։ Մի րոպե, Տամարա ջան, մի րոպե, ուր ես գնում։ Ուրեմն ես այդքան տղամարդ չկամ, որ մտնեմ իմ ընտանեկան հարցերը լուծեմ։ Ուրեմն դու պետք է լուծես մեր հարցերը։ Լթող ձեռս, այսքան ես հեսա գնամ դա հարցերը Մուշեղ, Էս էդ արաբն է։ Հա, Հրաչ ջան, էս էդ արաբն է, ում մասին քեզ քիչ առաջ պատմում էի, այս տան նախկին վարձակալը։ Եկել է իր իրերը հավաքի ու գնա։ Հայերեն էլ ընդհանրապես չի հասկանում։ Hi, how are you? Здравствуйте. Она правильно говорит, я араб. Ինչ ասեմ։ Ասում է, ես հիմա շատ արագ կհավաքեմ իմ իրերը ու կգնամ։ Կներեք, որ խանգարում եմ։ Ты же знал, что он здесь. Почему пришел? Ты знаешь, что Тамара увидела, что он вошел сюда, и она подумала, что он твой любовник. Если бы я не вошел сюда, то Тамара вышвырнула и тебя, и твоего брата. Что? Ինչ եք այդքան երկար խոսում։ Հեչ, ես հարցնում էի կոմունալ վճարումները արելա, թե չէ, ինքն էլ ասեց հա, արելա։ Да, коммунали. Ладно, собери вещи и уходи, пожалуйста. Ты именно этого и хотела, че? Да. Давай, ապեր, արաբացրու, давай։ Ինչ ասում։ Արս ինչքան ժամանակ ես որոշել դեռ վարձով ապրես։ Այնքան ժամանակ միջև պապան կընդունի, որ իր տղեն ուզում է երկիչ դառնա, ոչ թե ոստիկան։ Կյանքս, բայց օրինակ ես դեմ չեմ, որ իմ ապագա ամուսինը լինի ոստիկան։ Կյանքս, բայց ես դեմ եմ, որ իմ ապագա կնոջ ամուսինը լինի ոստիկան։
Պապան հələ Պապան հələ ինչ։ Մի բան լավ հիշի, Տաթև ջան, եթե հաճախորդայի sense ոչ մի բան չասող հայացքով նայում է քեզ, ուրեմն ուզում եմ որ դու մոտենաս։ Բարև ձեզ։ Ինչ որ բան կցանկանաք։ Բարև ձեզ, մեզ 2 հատ սուրճ, հա։ Շատ լավ։ Տաթևիկ մեկ էլ մեզ մի հատ էլ ջուր էլի բերեք։ Ոնց հասկացա, այս աղջիկը նոր էր ընդունվել աշխատանքի, որովհետև առաջին անգամ եմ նրան տեսնում այստեղ։ Յանա էլի սկսեցիր։ Արսեն, իմ հիշողությունը ինձ երբեք չի դավաճանում, բայց ոնց հասկանում եմ մենակ հիշողությունս է, որ ինձ հավատարիմ եմ մնացել։ Ինչ ես խոսում, Յանա։ Եթե մարդու անունը գիտեմ, դա չի նշանակում, որ դավաճանում եմ քեզ։ Հենա, ստեղի բարմենի անունն էլ գիտեմ, անունը Ռուբեն է։ Ուրեմն ինչ, Ռուբենի հետ դավաճանում եմ քեզ։ Եվ շատ հետաքրքիր է, թե դու որտեղից գիտես նոր մատուցողու անունը։ Ամառ դոշին փակցված բեջից։ Բայց քեզ ով է թույլ տվել նայես մատուցողու դոշերին։ Յանա, եթե այդ բեջը ճակատին փակցված լիներ, ճակատին կնայեր։ Ես սուրճ չեմ խմում, թող բերի դուք խմեք միասին։ Լիկա, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե սրանից հետո ես արաբի ոտը տեսա այս տան մեջ, ոտը ջարդելու։ Գլուխը տեսա, գլուխն եմ ջարդելու։ Ականջը տեսա, ականջն եմ ջարդելու։ Քիթը տեսա։ Լավ, հերիք Աղրեջ։ Պապատ ինձ ասել է, որ եթե այս տան մեջ արական, մանավանդ արաբական սեռի ներկայացուցիչ տենեմ, այնքան ծեծեմ, որ դառնա իգական։ Հասկացանք իրար։ Հասկացանք, Հրաչ։ До свидания, придурок. Пока, потаскуй. Դա Մենակ ինձ չասես, որ այս ճամպրուկի մեջ Լիկայի սիրեկանի դիակ։ Դե ինչ մեղքս տակցնեմ։ Չես սխալվում։ Աստված ջան, ես ես ինչ արեցի։ Մուշեղ, ընդամենը խնդրել էի, որ հետը խոսեիր։ Ես քեզ խնդրել էի սպան։ Աստված։ Ոայ, ես քեզ խնդրել էի։ Ոայ, ստացվում է, որ ես քեզ դրթեցի ես քայլին, հա։ Ու ես քո հանցակիցն եմ։ Լավ, մի րոպե։ Ինձ ասա, որտեղ ես ուզում թաքցնել դիակը։ Հրազդանի կիրճում։ Հա։ Չհավանեցիր, ուրեմն այսպես ենք անում։ Դիակին խմացնում ենք օղի, նստացնում ենք մեքենայի ղեկին ու ձորից ցած ենք գնում։ Դե այդպես է ստացվել։ Ով է մեղավոր, Մուշեղ ջան։ Պատահարեր եղավ։ Ոչ ես եմ մեղավոր, ոչ դու ես մեղավոր։ Տամարա ջան, դու այդ ամեն ինչը լուրջ ես ասում։ Ամենայն ազնվությամբ, Մուշեղ ջան։ Տամարա ջան, հանգստացի։ Ոչ մի դիակ չկա այս ճամպրուկի մեջ։ Ես նոր մտա ճշտեցի, փաստորեն այդ տղեն ներսի։ Լիկայի հորուխոր տղեն է։ Դու ինձ ձեռ ես առնում, Մուշեղ։ Դու ինձ ձեռ ես առնում, Մուշեղ։ Արկես։ Գնացինք Սավը տանը։
Մերոնք քեզ շատ են կարոտը։ Որ տենան ուրախությունից կուրախանան։ Գնացինք հրաց ջան, գնացինք։ Գնացինք քուս։ Գնացինք։ Բարի օր ապե։ Բարը ձեզ։ Ոնց եմ մոռացել, որ լիկայի աղբերս տեղը։ Տենաս ֆերոն ուրա։ Ֆերոն? Ու քանի որ սառնարանը միակ տեղն է, որ հրաչի չէր ստուգի, ես մտա սառնարան։ Ֆելո, ես քեզ առաջարկում եմ, որ մյուս անգամ հրաչը գա, մտես դուխովքի մեջ։ Որտեվ դուխովքում տակ է։ Այ, լավ բրցանք։ Այդ քեզ է թվում, Նիկա ջան։ Չի։ Արագացրու միտեղ թաքնվի, որտեվ հեսա մի քանի վայրկյանից ընկերուհիս կգա տուն։ Մտի սառնանի մեջ։ Նիկա, սառնանը միակ ապահով տեղն է։ Սառնայից չեմ կարա սառնանի մեջ մտնալ։ Նիկա գնացի։ Չեմ կարա սառնանի մեջ Գնաց։ Սառնանի։ Չի բայց ես ոնց սառնանի։ Նիկա ջան, պիտի մտնես, պիտի։ Մի ձև ես կտեղավոր։ Նայ, ահա։ Ահա, վերջ։ Արսեն Յանա գալիս, հա? Հա, ապեր, Յանան արդեն ստեղ է, մի 2 ժամից կգնա։ Վայ, բարև կյանքս, ինչ կխմես, սուրճ կխմես։ Չէ, սոված չեմ, սառնարանում ինչ կա ուտելու։ Բան չկա կյանքս, բան չկա, պիցա կպատվիրեմ։ Վայ, ես իմ սիրած երկն է, հլը մի հատ ձայնը բարձրացրու։